Տեղի ունեցավ այն, ինչից բոլորն էին վախենում։ Հորմուզի նեղուցը փակվել է։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում տողատակում հաղորդաշարն է։ Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները Իրանին հանգեցրին Թեհրանի պատասխան գործողություններին։ Վրեժխնդրության հիմնական թիրախ դարձան հարևան արաբական երկրները, ծոցի երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմակայաններ։ Չնայած ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան հունվար-փետրվար ամիսներին հասկացնում էին, որ չեն տրամադրելու իրենց տարածքը Իրանին հարվածելու համար, նրանք միևնույն է ներքաշվեցին հակամարտության մեջ։ ԱՄՆ-ն սատարելով Իսրայելի ռազմավարական հաշվարկներին կրկին հարվածի տակ դրեց իր արաբ գործընկերներին։ Իրանի ընտրած ռազմավարությունը փոխվել է։ Նրանք սկսել են հարվածել ոչ թե միայն ռազմական օբյեկտներին, այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին, Դուբայի զբոսաշրջային շրջաններին, Քուվեյթի օդանավակայանին, Դոհայի փողոցներին եւ Մանամայի բնակելի տներին։ Տողատակում հարցականի տակ է դրվում ԱՄՆ-ի որպես անվտանգության երաշխավորի դերը։ Ստացվում է, որ ամերիկյան ռազմակայանի առկայությունը երկիրը ոչ թե պաշտպանում է, այլ դարձնում է առաջնային թիրախ։ Սա ուղիղ ակնարկ է բոլոր այն երկրներին, այդ թվում Հայաստանին, որոնք փնտրում են անվտանգության նոր հովանոցներ։ Իրանը պատանդ է վերցնում ոչ թե զինվորներին, այլ արաբական երկրների տնտեսությունը։ Թեհրանը գիտի, որ Վաշինգտոնը կարող է անտեսել զինվորների մահը, բայց չի կարող անտեսել համաշխարհային ֆինանսական շուկաների եւ նավթային տարանցման կոլապսը։ Իսրայելը հասել է իր նպատակին, ԱՄՆ-ին ներքաշել է ուղիղ պատերազմի մեջ, նույնիսկ եթե դա վնասում է ԱՄՆ-ի արաբ դաշնակիցներին։ Իրանի նպատակն է ստիպել արաբական երկրներին վերջնականապես երես թեքել ԱՄՆ-ից եւ Իսրայելից, դնելով նրանց ընտրության առաջ կամ խաղաղություն Իրանի հետ, կամ տնտեսական մահ ԱՄՆ-ի հետ։ Իրանի դեմ սկսված պատերազմի արդյունքում սպանվել են հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, նրա մերձավոր շրջապատը, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Առաջին հայացքից սա լուրջ հարված է պետությանը, սակայն անօգուտ։ Դա նույնն է, ինչ սպանել բանկի տնօրենին ու ողջ հաշվապահությանը, հույս ունենալով ազատվել վարկից։ Նման բանկերը կոտրվում են միայն ներսից, բայց երբեք արտաքին ներազմամբ։ Պատմության մեջ չկան նախադեպեր, երբ վարչակարգերը տապալվել են միայն հրթիռակոծություններով, առանց ցամաքային գործողությունների եւ հետեւաբար առանց սեփական զոհերի ցամաքում։ Իսկ դրանից որքան հասկանում եմ, վախենում են հարձակվող երկու կողմերն էլ։ Իրանը ոչ թե անձակենտրոն պետություն է, այլ գաղափարախոսական մեքենա։ Մեկ կամ երկու առաջնորդի սպանությունը, նույնիսկ Շամխանի պես ծանրակշիռ դեմքերի, չի կազմաքանդում պետությունը, այլ ընդհակառակը կարող է լեգիտիմացնել դաժան պատասխանը։ Եթե Իրանում սկսվի երկարատև քահաոս կամ ներքին կառավարման անկում, Հայաստանի միակուսալի շնչուղին դեպի արտաքին աշխարհ կարող է փակվել կամ դառնալ անկանխատեսելի, քանի դեռ աշխարհի ուշադրությունը Թեհրանի վրա է, իսկ Իրանը զբաղված է սեփական վերնախավի կորուստները սգալով, Ալիևը կարող է օգտվել առիթից Սյունիքի ուղղությամբ նոր սադրանքների գնալու համար, քանի որ Իրանի կարմիր գիծը այլևս չի գործի։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արգելափակել է Հորմուզի նեղուցը, հաշվի առնելով, որ այս նեղուցով է անցնում համաշխարհային նավթի արտահանման շուրջ 20-30%, նման քայլը կարող է հանգեցնել էներգետիկ համաշխարհային ճգնաժամի եւ նավթի գների աննախադեպ թռիչքի։ Իրանի կողմից նեղուցի պաշտոնական փակումը եւ նավագնացության դադարեցումը ոչ թե պարզապես պատասխան ռազմական գործողություն է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումներին, այլ աշխարհաքաղաքական ատոմային ռումբի պայթյուն, որի հետևանքները խարխլում են համաշխարհային շուկայի հիմքերը։ Տողատակում մենք տեսնում ենք Թեհրանի էկզիստենցիալ հուսահատությունը։ Սա մահապարտի դիվանագիտություն է, որտեղ Իրանի ղեկավարությունը հասկացնում է, որ եթե իրենց վարչակարգը պետք է կործանվի, ապա նրանք իրենց հետ անդունդը կտանեն նաև համաշխարհային տնտեսությունը, զրկելով աշխարհին նավթի մատակարարման շուրջ 30%-ից եւ գները հասցնելով աստղաբաշխական թվերի։ Սա ուղղակի շանտաժ է ոչ միայն Վաշինգտոնի, այլև Պարսից ծոցի արաբական երկրների դեմ, որոնց տնտեսական կախվածությունը հիմնված է հենց այս ջրային ուղու անխափան աշխատանքի վրա։ Իրանի հաշվարկը պարզ է՝ ստեղծել այնպիսի գլոբալ քաոս եւ էներգետիկ սով Եվրոպայում ու Ասիայում, որ միջազգային հանրությունն ինքը ստիպի ԱՄՆ-ին եւ Իսրայելին կանգնեցնել ռազմական գործողությունները։ Հայաստանի համար այս իրավիճակը կրում է կատաստրոֆիկ բնույթ թե տնտեսական, թե անվտանգային տեսանկյունից։ Նավթի գների թռիչքը մեր երկրում կբերի շղթայական թանկացումների եւ հիպերինֆլյացիայի, քանի որ մենք ամբողջությամբ կախված ենք վառելիքի ներկրումից։ Սակայն ամենավտանգավոր տողատակը թաքնված է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նեղուցի փակումից ընդամենը օրեր առաջ Թեհրան կատարած այցի մեջ։ Դա կարող է ընկալվել որպես Երևանի իրազեկվածություն սպասվող քաոսի մասին կամ փորձ գտնելու էներգետիկ այլընտրանքներ, ինչը Վաշինգտոնի աչքում Հայաստանին դարձնում է իրանական խաղի անուղղակի մասնակից։ Ամենամեծ ռիսկն այն է, որ քանի դեռ գերտերությունները զբաղված կլինեն Հորմուզի նեղուցը ուժով բացելու եւ համաշխարհային շուկան փրկելու խնդրով, մեր տարածաշրջանում կստեղծվի անվտանգային վակուում։ Ադրբեջանը կարող է օգտվել այս խառը ժամանակներից, երբ աշխարհի ուշադրությունը շեղված է նավթային
կոլապսի վրա եւ գործողություններ սկսել Սյունիքի ուղղությամբ, վստահ լինելով, որ միջազգային հանրությունն այս պահին ժամանակ եւ ռեսուրս չունի զբաղվելու Հարավային Կովկասի սահմաններով։ Այսպիսով Հորմուզի փակ դարպասները Տողատակում կարող են բացել պատերազմի նոր դարպասներ հենց մեր տանշեմին, եթե մենք չկարողանանք ճիշտ մանևրել այս գլոբալ փոթորկի մեջ։ Turkish Airlines-ը կկապի Երևանը Լոս Անջելեսի հետ։ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հայտարարել է, որ շուտով թուրքական ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել Երևան-Լոս Անջելես-Երևան երթուղով։ Բացի այդ, մայիսից Air Baltic-ը կսկսի թռիչքներ դեպի Ռիգա, իսկ հունիսից կմեկնարկեն Երևան-Լոնդոն-Երևան ուղիղ չվերթները։ Առաջին հայացքից տուրիստական եւ տնտեսական թվացող այս նորությունը իրականում աշխարհաքաղաքական լուրջ սակարկությունների եւ փափուկ ուժի կիրառման դասական օրինակ է։ Եթե Turkish Airlines-ը մի ընկերություն, որը հանդիսանում է Թուրքիայի պետական քաղաքականության ուղղակի գործիքը մուտք է գործում հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոն, Լոս Անջելես, սա պետք է դիտարկել որպես փափուկ էքսպանսիայի փորձ։ Տողատակում սա նպատակ ունի սփյուռքահայության գիտակցության մեջ Թուրքիայի կերպարը թշնամական պետությունից վերածել հարմարավետ ու ծառայություն մատուցող գործընկերոջ, ինչը ժամանակի ընթացքում կարող է թուլացնել սփյուռքի քաղաքական դիմադրողականությունը։ Մյուս կողմից Երևան-Լոնդոն եւ Երևան-Ռիգա ուղիղ չվերթների ավելացումը տեղավորվում է Բրիտանիայի եւ Արևմուտքի դեպի Կենտրոնական Ասիա ձգվող մեծ խաղի տրամաբանության մեջ։ Հայաստանը հետևողականորեն կտրվում է ռուսական օդային ուղիներից եւ վերածվում լոգիստիկ միջանցքի, որտեղ Արևմուտքը ստանում է ուղիղ հասանելիություն տարածաշրջանին։ Հայաստանի համար սա նշանակում է սեփական անվտանգության եւ կապի ուղիների պատվիրակում մի հարևանի, որի հետ հարաբերությունները կարգավորված չեն եւ որը ցանկացած պահի կարող է օգտագործել փափուկ երկնքի լծակը որպես քաղաքական ճնշման միջոց։ Այսպիսով, մինչ մենք ուրախանում ենք տոմսերի հասանելիությամբ, Տողատակում Հայաստանը դառնում է ավելի կախյալ թուրքական լոգիստիկայից եւ բրիտանական աշխարհաքաղաքական հաշվարկներից, ինչը մեզ դնում է նոր եւ անկանխատեսելի ռիսկերի առջեւ։ Եվրոպական միության երկրները քննարկում են Եվրահանձնաժողովի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը Եվրոխորհրդանի լիազորությունների լայնման պատճառով։ Անդամ պետությունները դեմ են 2025 թվականի սեպտեմբերի համաձայնագրին, որով Եվրախորհրդանի պատգամավորներին իրավունք է տրվում ներկա գտնվել միջազգային բանակցություններին եւ նախնական հավանություն տալ առևտրային գործարքներին նախքան դրանց վավերացումը։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը պարտավորվում է մանրամասն հիմնավորել ցանկացած մերժում, եթե հրաժարվի խորհրդանի առաջարկած օրինագծերի մշակումից։ Եվրամիության ներսում հասունացող այս դատական հայցն ընդդեմ Եվրահանձնաժողովի սոսկ իրավական վեճ չէ, այլ բացահայտ իշխանափոխության փորձ եվրոպական բյուրոկրատական վերնախավում։ Տողատակում մենք տեսնում ենք խորքային պետության պայքարը ազգային պետությունների դեմ։ Եվրահանձնաժողովը սեպտեմբերյան համաձայնագրով ընդլայնելով Եվրոպարլամենտի լիազորությունները փորձում է ստեղծել մի համակարգ, որտեղ միջազգային բանակցությունները եւ առևտրային գործարքները կվերահսկվեն ոչ թե անդամ պետությունների կողմից, այլ վերազգային պատգամավորների։ Սա նշանակում է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Գերմանիան, կարող են զրկվել իրենց ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականությունից։ Թաքուն նպատակն այստեղ Եվրոպական միությունը դասական միջպետական միավորումից վերջնականապես Միացյալ Նահանգների նման ֆեդերատիվ կառույցի վերածելն է, որտեղ ազգային կառավարությունները կկորցնեն վերջին խոսքի իրավունքը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast.info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։